Պարոն Աբրահամյան, երեք աղմկահարույց այդ իրադարձություններից հետո այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը ազատվել աշխատանքից։ Ինչ կապ կա եւ ինչու կարող էր նա ազատվել, ինչու Փաշինյանը կազատվեր նրանից։ Մենք որպես կանոն խոսում ենք մեր երկրում ըստ էության չգործող կամ գործող կարմիր գծերի մասին, բայց նաև յուրաքանչյուր պաշտոնյա անկախ իր կարգավիճակից կարծում ինքն էլ ունի իր կարմիր գծերը։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, թե Արմեն Աբազյանի պաշտոնակությունը ինչով է պայմանավորված, բայց միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։ Սա ես չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է, ես կարծում սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որը արտացոլվել է կոնկրետ երեկվա իրադարձություններում։ Իրականում ինչ է եղել, սա միայն իմ ենթադրությունն է, բնականաբար սրա մասին ողջ եղելությունը կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ որ դրա հետ կապված Արմեն Աբազյանը ինքը բարձրաբանում կներկայացնի։ Պարոն Աբրահամյան, Արմեն Աբազյանը 7 տարի է ղեկավարում է ազգային անվտանգության ծառայությունը, 7 չէ, 20 թվականից պատերազմից հետո, 7-ից խալասեցի, նոյեմբերից նշանակվեց եւ ղեկավարում է, դուք ասում եք կարմիր գծեր, այս ընթացքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել։ Ինչ եք կարծում, այսինքն դուք կարծում եք, որ կոնկրետ ապօրինի ինչ-որ շատ լուրջ հրահանգ է իջեցվել, որը հանգեցրել է այս որոշմանը։ Եվ արդյոք այս տարիներին այդպիսի նախադեպ չի եղել եւ ինչու հենց այստեղ էլ երկգործեց։ Նախ մենք խոսում ենք ենթադրությունների մասին, որովհետեւ այն պաշտոնյան ում հետ տեղի ունեցա այդ ամենը, ինքը որևէ բարձրաբանում դեռևս չի ներկայացրել, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի մանրամասն խոսելու։ Բնականաբար վերջին 5 տարիներին մեր երկրի հետ շատ բան է տեղի ունեցել, օրինակ 23 թվականին Արցախի օկուպացիա է տեղի ունեցել, մեր երկրում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Մարդիկ քաղաքական ուժը կամ այն դերակատարները, որոնք հայտարարում էին, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո սկսեցին հայտարարել, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այսինքն այնպես չէ, որ ես ինքս անձամբ համարում եմ, որ սա կարմիր գծերի առաջին հատումն է եղել, հատկապես որ ինքս էլ ներկայացնում մի քաղաքական ուժ, որի շատ անդամներ, սկսած կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից, կամ այս պահին անազատության մեջ 2 տարի արդեն անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանից, գտնվել են մշտական այս իշխանությունների տարբեր հարվածների ներքո եւ քաղաքական հետապնդումների տակ եւ բնականաբար այս տեսանկյունից այն որ մենք խոսում ենք կարմիր գծերի մասին, ես պատահական չեմ ասում, որ յուրաքանչյուրը պաշտոնյա եւ ինքն է իր համար ունի եւ դա ինքը համարել է իր համար այդ կարմիր գծերի հատում։ Մենք խոսում ենք ենթադրյալ ինչ-որ իրավիճակի մասին, մենք չենք խոսում այն բոլոր իրավիճակների մասին, որը 5 տարիներին տեղի ունեցել մեր երկրում, ինչը մեր համար է համարվել կարմիր գիծ, որովհետեւ եթե խոսում ենք կարմիր գծերի հատման մասին, ապա դա հատվել է դեռևս 2018 թվականին, երբ որ առաջին հարվածները սկսեց Մայրաթորի նկատմամբ, երբ առաջին հարվածները սկսեց զինված ուժերի նկատմամբ, երբ առաջին անգամ հստակ դարձավ, որ իշխանության եկած ուժը ոչ թե պայքարում է օրենքի գերակայության համար, այլ պայքարում է իր արտոնությունների, իր հնարավորությունները եւ հետագայով նաեւ այնպիսի ավտորիտար բնույթի պետության կառուցում որ այսօր ունենք, այսինքն իմ տեսանկյունից այդ կարմիր գծերը դեռևս 18 թվականին է հատվել, բայց թե Արմեն Աբազյանի մոտ դա երբ է հատվել, ինչի արդյունք է եղել, դա իմ համար մի փոքր դժվար է մեկնաբանել։ Պետք է տրվի, այսինքն ակնկալվում է ստանալ ինչ-որ բարձրաբանում եւ այլն, թե այս իրավիճակում դա չի լինի նախկին նաեւ փորձերը հաշվի առնել, որ պաշտոնյաները հեռացվում են առանց որևէ բարձրաբանում։ Եթե ես խոսեի իմ քաղաքական թիմակցի վարքագծի կամ նրա հետ տեղ ունեցած ինչ-որ իրավիճակի մասին, ես շատ հստակ դրա մասին կասեմ, բայց քանի որ խոսք ունենք մի պաշտոնյայի մասին, ով իր պաշտոնի բերումով եւ քաղաքական այդ պահին իր առաջնորդությունների առումով առանցություն առանձնապես չունի իմ հետ, բնականաբար ես չեմ կարող ասել, թե նա այս պահին ինչով կառաջնորդվի եւ իր բարձրաբանումների հիմքում ինչ կդնի։